Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել սրբազանին կալանավորելու համար։ Քննչական մարմինը հոգևոր հորը մեղադրում է հավաքներին մասնակցելու հարկադրանքի եւ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Իրենք պետք է ներկայացնեն կալանքի, այսինքն սրբազանին տանել են կալանավորման եւ ամենայն հավանականությամբ փորձելու են անեն ինչ արել են սրբազանը։ Այս ամենի վերաբերյալ որևէ կերպ կարծիք հայտնեց։ Սրբազանը ինքը պատրաստ էր, որ իր նկատմամբ հալածանքներ լինելու են։ Ինքը ասաց, ես պատրաստ եմ, ես սպասում եի, այսպես ասեմ, իր համար նորություն չէր։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Տեր Արամ Քահանա Ասատրյանի այս հարցազրույցից մեկ ամիս անց այսօր առավոտյան Հայաստանի իրավապահները խուզարկություն էին սկսել Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանից բացի ձերբակալվել էին Արագածոտնի թեմի բոլոր առաջնորդները, բացի Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Տեր Արամից։ Փաստաբանները հայտնել են, որ ձերբակալվել են նաև առաջնորդարանի կին աշխատակիցները։ Ձերբակալությունից ժամեր անց պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին հոգևոր հայրերի դեմ իրավապահներին հաղորդում է ներկայացրել իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևէ արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում։ Ինչն է վարել ենք այս անգամ։ Վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրականացվող խուզարկությունից հետո իրավապահ մարմինները արկղերով փաստաթղթեր համակարգիչներ են արգրավել։ Խուզարկությանը ներգրավել էին այն աշխատակիցներ եւ հատուկ տեխնիկա։ Սկզբում երևում է, թե ինչպես էր այն աշխատակիցը անկյունահղկիչը բալգարկան իջեցնում մեքենայից եւ տանում առաջնորդարան, որի պատշգամբում իրավապահ մարմինների հսկողությամբ փրկարարները փորձում էին բացել ըստ տեղում աշխատող լրագրողների չհրկիզվող պահարան։ Հավատացյալ ժողովրդի մուտքը առաջնորդարան եկեղեցի փակել էին իրավապահները։ Խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ուղղակի մեր ծառայության բերում է, մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը եկեղեցու դեմ նոր արշավը համարել է Հայաստանի վարչապետի առաջնորդած շարժման մի մաս եւ բացառել է, որ այդ շարժումը որևէ արդյունք է ունենալու։ Դուք սա կապում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարած այդ հոգևոր հավաքի մասին, պարզապես այս ձևով սկսեցին հավաքը, սկզբում հոգևորականներին, այսպես ասած, հավաքել արշավը նոր չի, որ սկսվել է եւ բնականաբար մարգույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաեւ շրջանակներում այս ամեն ինչ ինչ-որ տեղի ունի։ Կհաջողեն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը։ Ինչ առումով կհաջողեն։ Իրեն ասում են գնանք վեհարանը ազատենք վեհապարից։ Իհարկե ոչ։ Արագածոտնի թեմի առաջնորդի թեմի 12 քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի հերթական դրսևորումն են, հայտարարել է Մայրաթորը։ Հայտարարությունում նաեւ գրված է մեջբերում նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը եւ վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։ Անտրամաբանականը եւ չունի բանականության որևէ հենք Սամվել Կարապետյանի փաստաբանների գնահատականն է քննիչների ներկայացրած միջնորդությանը ազգային բարերարի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր վերսկսվել է երեկվանից կիսատ մնացած քննությունը։ Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելու քննիչների հիմնական փաստարկն այն է, որ գործարարը ազատության մեջ կարող է խուսափել քննությունից։ Փաստաբանները սա համարում են աբսուրդ։ Ծայրից ծայր մեղադրանքը, ծայրից ծայր միջնորդությունը չի համապատասխանում իրականությանը, չի համապատասխանում տրամաբանությանը, չունի նաև բանականության որևէ հենք։ Պարոն Կարապետյանը իր տեսակետը ներկայացված մեղադրանքի վերաբերյալ բազմիցս նշել է, որ մեղադրանքը չի ընդունում քաղաքական
հետապնդում է եւ ավելին ասելու անհրաժեշտություն չկա։ Նույնը նաեւ միջնորդության վերաբերյալ ընդհանուր օգտագործել է աբսուրդային տերմինը։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը բառախաղ է անվանել Հայաստանի վարչապետի համախոհների կողմից իր հնչեցրած միտքը իր դեմ օգտագործելու փորձերը։ Ամստերդամը երեկվա ասուլիսի ժամանակ ասել էր, որ փաստաբանական թիմը շարունակելու է մեջբերում գրոհել Հայաստանի Նիկոլ Փաշինյանի վրա, մինչև ազատ չարձակվի Սամվել Կարապետյանը։ There is no attack on Armenia, there is an attack on a government that is holding political prisoners. Ես նկատի չունեի, որ մենք կգրոհենք Հայաստանի վրա, ես նկատի ունեի, որ մենք կգրոհենք կառավարության վրա։ Ես նաև ասել եմ, որ մենք կգնանք Եվրոպա եւ կփորձենք ներկայացնել բոլոր քաղաքական հաստատություններին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ երեք այն ձևակերպումը, որը ես օգտագործել եմ, այնպես ինչպես փորձում են ներկայացնել, դա զուտ բառախաղ է։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դատարանի բակում հայտարարել է, իշխանությունը վախեցած է, տեսնելով, որ մարդիկ հազարներով ժամեր շարունակ կարող են մնալ դատարանի բակում ազգային բարերարի ազատության պահանջով։ Կարապետյանը խոսել է նաև եկեղեցու վրա այսօրվա հարձակման մասին։ 8 քահանա ձերբակալվել է։ Հիշում եք, իրանք ասում էին, որ պայքարում են մենակ կաթողիկոսի անձի դեմ։ Կաթողիկոսի անձի դեմ են հիմա պայքարում։ Եկեղեցու դեմ են պայքարում, 8 քահանա են ձերբակալել, թող այդ հեքիաթները պահեն իրենց այդ բաներով ոնց որ տարածեն, բայց դա հեքիաթ է, իրանք պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայրենակիցներ ջան, այս իրանց հեքիաթներին մի ավատացեք։ 4 օր առաջ էլի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարություն անում, որ առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո էլի 8 հոգու ձերբակալում են։ Ոնց էլ մենք այդ մեսիջը ձեզ տանք, ձեզ մոլորեցնում են։ Իսկ Ադրբեջանը հրանգավորում է այստեղի իշխանություններին ինչ անեն, որոնք կարծեցան։ Գիտեք, կա դեդուկցիայով եմ ես հետ գնում, այսինքն կա փաստ եւ այդ փաստից նախորդած ամեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունենում այսպիսի մի դեպք։ Այս մարդիկ ոչ հոգևոր հովիվին են մեր եկեղեցու թիրախավորել են Հայաստանի ամենամեծ ռեպուտացիա, ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին, հայ ժողովրդի համար, միավորող ուժին, սփյուռքետ միավորող ուժին, որպիսի հնարավորության դեպքում կարողանան հակազդեն հայկական պահանջատիրությանը ցեղասպանության ուղղությամբ։ Այսինքն, որպիսի ցեղասպանության հետ կապված մեր ազգի բոլոր պահանջները, ճանաչման հետ կապված բոլոր պահանջները հնարավոր լինի ինչ որ ձև Հայաստանում արդեն չեզոքացնել։ Այս ամեն ինչ 8 քահանա, ես զարմանում եմ ինչ դեգրադացիա գնում իրանց մոտ։ Հանրային քաղաքական շրջանակները իրավիճակը փոխելու հնարավորություն է սպայնում են, հարված իրենց վրա վերցնելու, որ եկեղեցին չմնա մենակ։ Այն բաները, որ իրանք հայտարարում են, այդ 40,000 դրամ այն, իրանք վախենում են այն ազդեցությունից, այն տպավորությունից, որ ստացել են։ 3 մի քանի հազար մարդ 12 ժամ, 10 ժամ ստեղ սպասել է։ Դա իրանց ցույց է, որ չեն հոգնում գնում։ Մեծ մասը չի հոգնում գնում, այսինքն բոլորը հետևողական մնում են։ Թող իրենց հույս չտան։ Իդեպ այսօր հայտարարվել է, որ հոկտեմբերի 18-ին մեր ձևով ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրելու Ազատության հրապարակում։ Բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների խոշոր խմբականակի մաքսանենգ ներկրման եւ իրացման դեպք։ Հոկտեմբերի 11-ին Երևանում եւ հարակից տարածքներում ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի՝ 35, 43 եւ 50 տարեկան, ինչպես նաեւ 39-ամյա օտարերկրացի։ Նրանցից երկուսի մեքենաներում հայտնաբերվել է մոտ 8.4 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում մոտ 5 կիլոգրամ մեթամֆետամին եւ 3.4 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին խուզարկվել է օտարերկրացու Էջմիածնում վարձակալած քոթեջը, հայտնաբերվել է 238 գրամ հերոին, 144 գրամ ափիոն եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Բոլոր կասկածյալները կալանավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման եւ մշակման գործում մասնագիտացված ամերիկյան Միլիկեն ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակմանը վերաբերող հարցեր, հայտնում է պաշտոնական աղբյուրը։
Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հանդիպել Դաշնության նախագահի հետ։ Ռուսաստանը կարևոր դեր կունենա նոր Սիրիայի զարգացման գործում, հայտարարել է Աշ-Շարան հանդիպման բաց մասում։ Ի պատասխան Պուտինն ասել է, որ իր երկիրը Սիրիայի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է սիրիացի ժողովրդի շահերով։ Նա նկատել է Սիրիան բարդ ժամանակներ է ապրում, սակայն անցած խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն քաղաքական բոլոր ուժերի միջև փոխգործակցությունը։ Սիրիայի նախկին նախագահն այժմ ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում, եւ մինչ այս հանդիպումը ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում էին, որ Ահմեդ Ալ-Շարան պաշտոնապես դիմելու է Ռուսաստանին Սիրիայի նախկին նախագահ Ասադին արտահանձնելու եւ դատելու համար։ Մինչեւ Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանում է, Իսրայելը հերթական հարձակումն է գործել այդ երկրի տարածքի վրա։ Իսրայելական ուժերը խուզարկել են մի շարք սիրիական բնակավայրեր։ Պակիստանը օդային նոր հարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին, երկու կողմերը միմյանց են մեղադրել հարձակումն առաջինը սկսելու համար։ Միջադեպերը տեղի են ունեցել Դյուրանդի գծի աֆղանա-պակիստանյան պաշտոնական սահման համարվող հատվածում։ Ըստ լրատվամիջոցների ոչնչացվել են պակիստանցի զինվորականներ, աֆղանական կողմը գրավել է նրանց անցակետերն ու բազաները, ինչպես նաև ոչնչացրել ռազմական որոշ օբյեկտներ։ Սահմանային լարվածությունը սկսվել է հոկտեմբերի 9-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո, երբ Աֆղանստանի իշխանությունը միջադեպի մեջ մեղադրել էր Պակիստանին։ Օրեր անց Փակթիա նահանգում երկու երկրների սահմանապահ զորքերի միջև թեժ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Այդ բախումների վերաբերյալ նույնպես կողմերը ներկայացրել էին իրարամերժ տվյալներ։ Մամուլի տեղեկություններով երկու երկրների պաշտոնյաները այժմ համաձայնության են եկել 48-ժամյա զինադադար հաստատելու շուրջ։ Չնայած Եվրամիությունը երկու անգամ կրճատել է ռուսական գազի ներմուծումը, կազմակերպության անդամ Հունգարիան չի միացել այդ նախաձեռնությանը։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն նշել է, որ չեն հրաժարվի նաև ռուսական նավթից։ Ըստ նրա, Դաշնությունից մատակարարումների դադարեցման դեպքում Հունգարիան ներմուծվող այլընտրանքային կապույտ վառելիքը չի ապահովի երկրի ամբողջ պահանջարկը։ Եթե Թրամփը կարողանա համաձայնագրեր կնքել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ամբողջ համաշխարհային տնտեսությունը ավելի բարենպաստ կդառնա, նկատել է Հունգարիայի արտգործնախարարը։ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ Եվրոպա գազի արտահանման ծավալների կրճատումը դիվերսիֆիկացրել են արևելքի շուկաներում, քանի որ այնտեղ ավելացել է պահանջարկը։ Այժմ համաշխարհային տնտեսական աճի կենտրոնը Ասիան է։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Իսրայել խաղից առաջ Պաղեստինամետ երկրպագուները բախվել են ոստիկանների հետ։ Նրանք պահանջել են, որ Իսրայելի ազգային հավաքականը լքի երկիրը։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է բաց թողել, ջրցան մեքենաներ օգտագործել։ Չնայած Իտալիան 3-0 հաշվով հաղթել է Իսրայելին, բողոքի ակցիաները շարունակվել են նաև խաղից հետո։ Բողոքավորները FIFA-ից պահանջում են զրկել Իսրայելին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու իրավունքից։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Գազայի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր։ Քաղաքը հիմնովին ավերված է, չկա որևէ կանգուն շինություն։ Կադրերում մարդիկ են, որոնք անցնում են Շեյխ Ռադվան թաղամասի ավերակների կողքով։ Մենք երբեք չէինք պատկերացնի նման մասշտաբի ավերածություն, սա ապոկալիպսիս է, կյանքի բոլոր հիմքերը ջնջվել են։ Մենք ապրում էինք այս վայրում, իսկ հիմա այն ամբողջությամբ ավերված է։ Վերադառնալուց հետո արդեն մի քանի օր է, ինչ տեղացիները ապրում են առանց սննդի, ներքնակների եւ անհրաժեշտ այլ պարագաների։ Երեկ մենք եկանք մեր տուն եւ տեսանք, որ այն գրեթե ամբողջությամբ ավերված էր, մոտ 95%-ով։ Տունն այլևս բնակելի չէ, գրեթե ամեն ինչ ավերակների մեջ է։ Ինչպես ենք ապրելու սրանից հետո։ Այստեղ ընտանեկան բիզնես ունեին, 20 տարի, մանկապարտեզ։ Ինչպես են այժմ երեխաները սովորելու եւ խաղալու, երբ ամեն ինչ ավերված է, դասասենյակները քանդված են, սա կյանք չէ։ Վերադարձածներից շատ-շատերը գիշերում են ինքնաշեն վրաններում, քաղաքում խմելու ջրի, սննդի սուր պակաս կա։ Երբ վերադարձա, ոչինչ չգտա, նույնիսկ իմ տան հետքը, այն ամբողջությամբ ավերակների էր վերածվել։ Միթե մենք ստիպված ենք լինելու հավերժ այսպես ապրել։ Մարդասիրական բեռնատարները չեն հասցնում քաղաք մտնել, չհասած անգամ մուտքին, սոված ծարավ մարդիկ կախվում են մեքենաներից, վերցնում այն, ինչին ձեռքները հասնում են։
Իսրայելի եւ Համասի միջև անցած շաբաթ համաձայնեցված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը ներառում է մարդասիրական օգնության մատակարարում, պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ իսրայելական զորքերի նահանջ դեպի Գազայի դեղին գիծը։ Հետագա փուլերի ընթացքում որոշվելու է Գազայի կառավարումը, Համասի ապագան եւ անկլավի վերակառուցումը։